Հավատացեք, դաստիարակները էլի լռելու են, ոչինչ չեն ասելու։ Կարող եք իրենց դիմումները ընդհանրապես խնդրել, ասեք տեսնել դիմումը ինչի համար է գրվել։ Շատ լավ։ Կներեք, դուք ծնող եք։ Այո։ Որ խնդրեմ կներկայացնեք ինչ է տեղի ունեցել մանկապարտեզում։ Ես նոր եմ միացել, շատ կարճ կխնդրեմ։ Ավելի կարճ դες ներկայացնեմ։ Դաստիարակները տեսեք, 1.5 տարվա ընթացքում 10-ից ավել աշխատող հեռացվել է աշխատանքից, այսինքն այնպես է ստացվել, որ իրենց կամքով են հեռացել։ Դե բնականաբար ոչ մի լուրջ հաստատություն կամ թեկուզ լուրջ չլինի, ցանկացած հաստատությունում, եթե 10-ից ավել աշխատող 1.5 տարվա ընթացքում հեռանում է, ուրեմն այդտեղ կամ անառողջ մթնոլորտ է կամ ինչ որ մի բան, այն չի։ Դրանից հետո մեկ հոգի հերթական եւս դաստիարակ պետք է հեռանա աշխատանքից, մնացած գոլեգաները ստիպված իրենք են դիմում գրում, որովհետեւ գիտեն հերթական հեռացողը իրենք են լինելու։ Հիմա խնդիրը այսպեսին է, ուզում ենք հասկանալ ինչն է պատճառը, քանի որ իրենք մեր հետ չեն խոսում դաստիարակները, ինչն է պատճառը, որ մեր դաստիարակները չեն կարող աշխատել այստեղ։ Մենք հասկանում ենք, որ իրենք ասում իրենց, այսպես ասեմ, պահվածքից հասկանում ենք, որ իրենք չեն ուզում տնօրենի հետ աշխատել։ Իսկ ինչ խնդիր կա, ինչն է պատճառը։ Դե վարկաբեկում են, չգիտեմ, այդտեղ ոչ եթերային բառերով է խոսում, որ հարգանքի այո։ Դաստիարակների հետ։ Այո։ Իսկ ով է տնօրենը։ Փարանջե Միրիգյան։ Ինչ որ քաղաքական թևից է, հա։ Չգիտեմ ճիշտն ասած, ես ոչ մի անձնական բան չգիտեմ, ոչ մի անձնական խնդիր չունեմ տվյալ տնօրենի հետ, ես սովորական որպես ծնող իմ երեխային բերել եմ, բայց այս խնդիրը լսելով մենք չենք կարող լռել, շատ այլ խնդիրներ կան, որ արդեն պետքա դուք հասկանաք։ Այսինքն ձեր գլխավոր պահանջը այս բանին դաստիարակներին վերադարձնելը, թե տնօրենի հեռացնելը, որպեսզի մենք կարողանանք մեր երեխաներին վստահել ապահով ձեռքերը։ Այո։ Բոլոր դաստիարակները բան են արել, հա։ Իրենք չեն կարող աշխատել, դիմումը գրվել է, դեռ մակագրումը չեն անում։ Քանի հոգի է դիմում գրել, տեղեկություններ ունեք։ Եթե արդեն գրել են դիմումները։ Երեք գիտեինք 8, փաստորեն 10 հոգի դիմում գրել է, ազատվել է։ Մենք շատ բաներ չգիտենք ընդեր խոհանոցի աշխատող։ Մենք որ բերել ենք բալիկներին այս պարտեզ ընդունելության, այդ ժամանակավոր տնօրեն չի եղել պարտեզում, նախորդը հեռացվել էր, ինչ-ինչ պատճառներով, նորը դեռ չէր նշանակվել։ Մենք երեխաներին այստեղ բերեցինք զուտ, կոնկրետ ես երկրորդ բալիկիս եմ բերել այս հաստատություն, վստահ եմ ծնողներից շատերն են երկրորդը բերել։ Այո, որովհետև մենք ծանոթ ենք ի սկզբանե մեր դայակ դաստիարակների գործունեությանը, իրանց այդ անհատական մոտեցմանը բալիկների, յուրաքանչյուր կոնկրետ ես բերել եմ մեր դաստիարակի։ Դուք ինչ եք լսել, կներեք։ Ես լսել եմ, որ վերջին ժամանակներում լարվածություն է եղել, դաստիարակ տնօրեն այդ հարաբերությունները շատ վատ փուլում են գտնվել։ Ճիշտն ասած, մենք չենք կարող հանդուրժել անառողջ մթնոլորտում մեր բալիկների դաստիարակության գործը, ինչը շատ կարևոր է վստահ եմ բոլորիս համար։ Մեծ մաս Որպես ծնող մի հատ ուղղակի կուզենայի իր արած, տնօրենի արած աշխատանքը տեսնել։ Ինչ է արել։ երեխաները գալիս են տուն, ինչ է արել վայել խոսքերով խոսում դաստիարակների հետ։ Իր աշխատանքների բնականաբար դաստիարակնել այդ միջավայրում չէ եթերային բառերը չենք կարող ասել։ Այսինքն Կներեք էլի, որ ասում եք ոչ եթերային բառերը ասում, հո սեռական բնույթի հայոյանք չի տալիս տնօրենը։ Ոչ, ուղղակի ինձ բառերը, որ ես կոնկրետ չեմ կարող ասել։ Հիմա կներեք, եւ պահանջը ո՞րն է, պահանջը ո՞րն է։ Մենք պահանջում ենք, որ մեր մանկավարժները չհեռանան աշխատանքից, քանի որ մենք իրենց շատ վստահում ենք, գիտենք իրանց աշխատանքային բնույթը, չի կարող էլի մեկի պատճառով 10 հոգի ասենք թողնի աշխատանքը։ Խնդիրը հաստատ մեկի մեջ է, ոչ թե 10 հոգի աշխատակազմի։ Բայց մեր իշխանությունները ներկայացնում են օրինակ, որ այդ ԽՑԲ-ն չի գործում, չգիտեմ, նման բաներ։ Ցանկանային գային ուսումնասիրեինք։ Ով տնօրենի բարեկամներն են այստեղ աշխատում։ Այո։ Իր այդ, որ մենք չենք տեսնում էլ այդ անտեսանելի մասը։ Ինչ են աշխատում։ Գործավար, ովքեր են Այնտեղ հաստիկներ կա, որի մասին որ մենք տեղյակ չենք, գրված է եւ մենք չենք տեսնում ով է կամ գումար է ստանում, միա թող գան հետաքննության։ Կխնդրեի ու շատ շնորհակալ կլինեի։ Ինչպես։ Փոխտնօրեն, պահակ, բոլորն է ծանոթներ են։
Հարցրեք, ասեք դուք։ Նախորդներին, այսինքն ստիպել են դիմում գրել հեռանալ, որ իրենց Տեսեք, ծանոթներին այնպիսի բերեն, ճիշտ աշխատանքային պայմաններ ու այնպիսի փակուղ առաջ են կանգնում, որ մարդը ուզած դիմը։ Նվաստացումներ ստանալուց հետո աշխատակիցը ինչի պիտի դիմի, եթե ինքը պահանջված ու լավ մասնագետ է։ Կգտնի ավելի լավ աշխատանք։ Իսկ մենք չենք ուզում մեր անփոխարինելի մասնագետներին փոխարինենք X մարդկանց։ Ճիշտ է, իմ բալիկը 2-3 ամսից ավարտելու է, բայց չեմ ուզենա այստեղի լավ մասնագետը գնա։ Ամեն ձեռքով ես կպահեմ։ Մենք մասնագետներից երկուսի հետ զրուցել ենք։ Իրենք նշեցին, իրենք շատ ափսոսանք հայտնեցին, նշեցին, որ շատ լավ են ծնողների հետ իրենք խնդիր երբևէ չեն ունեցել, բայց այժմ նրանք այլ գործ են ունեն եւ նույնիսկ չցանկացան ներկայանալ, այսպես ասած, բայց ասացին, որ իրենք այդ տնօրենի հետ այլևս երբևիցե չեն ուզի աշխատել։ Իհարկե, նման մարդու հետ չեն աշխատի։ Ես կցանկանայի իմանայի ինչով է զբաղված, այս 2 տարի իր աշխատանքը տեսնեի։ Փաստորեն ծնագնդիկի նման ամեն անգամ հավաքվել է ու յուրաքանչյուրս գործ ունեն, գնում ենք աշխատանքի, գալիս ենք նամանավանդ դռներն էլ որ փակել էր, ասում ենք դե լավ, հիմա այդպես է, բայց անօրինական, ասում եմ վերևներից հրաման կա, մենք չենք կարող բացել դուռը, փակ համաճարակա։ Կեսին ասել են, որ տենց հրաման ենք ստացել, որ պետքա փակ լինի։ Մի խոսքով տարբեր պատասխաններ ենք ստացել փակման հետ կապված։ Այսինքն դուք չեք կարող շենք մտնել։ Մենք շենք չենք մտնում, մենք բերում ենք դռան մոտից բալիկներին, թողնում ենք կամ ինքնուրույն պետքա գնանք, կամ մեր դաստիարակը պետքա գար, ուղեկցեր, ամեն մի բալիկի առանձին պետքա տաներ իրանց։